7 միլիոն 560 հազար դրամ։ Երևանի քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրով հենց այսքան գումար է հատկացվել Երևանի 119 արձանի լվացման համար։ Իսկ այդ աշխատանքը կատարելու է Նաիրա Խաչատրյան Սամվելի անհատ ձեռնարկատերը, որը արձանների լվացման փորձ չունի։ Այս հարցը մտահոգիչ է մասնագետների համար։ Այդ մակրողը գոնե այդ մի փոքր փորձ պիտի ունենա, էլի, կամ կողքը մարդ պիտի լինի, որ դրա մասին ասի։ Այսինքն խնդրահարույց է այդ հանգամանքը։ Իհարկե խնդրահարույց է։ Քանդակագործ Գարեգին Դավթյանն ասում է, նման գործողություններից առաջ պետք է իմանալ, թե ինչ նյութից է պատրաստված արձանը եւ ըստ այդմ ընտրել մաքրման մեթոդը։ Կարծում եմ դրա վրա մեր իշխանությունները այնքան էլ ուշադրություն չեն դարձնում, լվանալ է, վերցնում լվանում են, չգիտեմ, ավելի առավել ագրեսիվ քիմիական նյութեր օգտագործելով, որ կարելի է ենթադրենք գրանիտի կամ բազալտի վրա, չի կարելի մարմարի վրա, չի կարելի բրոնզի արձանի վրա։ Քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե արդյոք պայմանագրով սահմանված է, թե ինչ նյութերով եւ ինչ եղանակով պետք է լվացվեն արձանները։ Պարզվեց ոչ։ Քաղաքապետարանը միայն մեր հարցումից հետո դիմեց մատակարարին տեղեկանալու, թե ինչ նյութեր են օգտագործվելու։ Ընկերությունը պատասխանել է, որ հարցում է արել Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության, Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն։ Նշվել է, որ մետաղական արձաններն անհրաժեշտ է լվանալ միայն ջրի շիթով, նույն մոտեցումը պետք է կիրառել քարե արձանների դեպքում, բազալտի պարագայում կիրառելի է մետաղական խոզանակը, տուֆի դեպքում փափուկ խոզանակը, իսկ մասնագիտական խորհուրդներ ստացել են քանդակագործ Տիգրան Արզումանյանից։ Այդ որ փափուկ խոզանակով տուֆը, հա, խնդիր չկա, ճիշտ է դա։ Մարմարը ճիշտ է։ Բայց բանը այդ մետաղյա խոզանակը վտանգավոր բան է։ Կենտրոն վարչական շրջանի կոմունալ տնտեսության բաժնի առաջատար մասնագետ Շոթա Բաբայանը, որը մասնակցում է արձանների լվացման աշխատանքներին, ասում է, նախորդ շաբաթ 5 արձան է լվացվել։ Ինչ որ դեպքերում օգտագործվում է ոչ քիմիական նյութեր, այսպես ասած մանկական օճառով պատահել է դեպքեր, որ օգտագործվել է կեղտը հանելու նպատակով, ինչը վերաբերվում է որ այդ ընկերությունը փորձ չունի, առաջի փորձն է կոպիտ ասած, դժգոհություններ չունեմ իրանցից, ամեն ինչ տեղին պատշաճ աշխատանքներ իրականացնում են։ Երևանի քաղաքապետարանի եւ մատակարարի միջև կնքված պայմանագրի համաձայն կենտրոն վարչական շրջանի արձանների լվացման աշխատանքներում ներգրավված մասնագետները պետք է կրեն համապատասխան համազգեստ, որը կապահովի նրանց առողջությունն ու անվտանգությունը, սակայն կենտրոն վարչական շրջանից մեզ տրամադրված տեսանյութում աշխատակիցները համազգեստ չեն կրում։ Մայիս ամսվա ընթացքում մայրաքաղաքի 119 արձաններից 60-ն արդեն իսկ լվացվել է։ Աշխատանքները պետք է ավարտվեն մինչև տարեվերջ։ Հավելենք, որ Նաիրա Խաչատրյան Սամվելի անհատ ձեռնարկատերն առաջին անգամ չէ, որ քաղաքապետարանին ծառայություններ է մատուցում։ 2019-ին ստեղծված ընկերությունը վերջին 3 տարիներին հիմնականում բնակելի եւ ոչ բնակելի շենքերի բարեկարգման ծառայությունների շուրջ 17 պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ։ Ընդ որում դեռ մարտին անդրադարձել էինք ընկերության կողմից իրականացված Աչափնյակ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքներին եւ արձանագրել, որ վերանորոգումից 1 տարի չանցած ներկված պատերից շատերն անմխիթար վիճակում էին, ներքն ու ծեփերը թափվում էին։